Բարև ձեզ սիրելի հայրենագիցներ, այսօրվա նյութս համահայկական հարցերու գվերապերի, որ ամեն մեկ հայու մտահոգությունն է և ինչ հերանագարներ ունենք։ Ուրեմն հարցատրումով պիտի սկսենք։ Ուր ենք, ուր գուզենք հասնիլ և ինչ գուզենք։ Ուր ենք, հայությունը մեկ է, կամ բարակտված։ Երբ որ մեր նախնիները գազմավորեցին Հայաստանի Հանրապետությունը, ինչ էր նպատակն։ Անցյալին ասացեմ և կկրկնեմ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին բառերն են, հայ ժողովուրդ, նպատակին համախմբեր էր հայությունը Հայաստանի մեջ։ Առաջին բարբերականի մեջ նաև գսե հայ ժողովրդի պետական սկզբունքներու վրա։ Ինչ է պետական սկզբունքները, որ հայ ժողովուրդը հաստատվի իր հայրենիքի մեջ, Հայաստանի մեջ, լապահով, բարեկեցիկ, անվտանգ, կործածե իր մայրենի լեզուն, թավանի իր գրոնքը, պարքավաջի, ստեղծագործե, գազմավորե իր մշակույթը, ավանդությունները և սովորությունները։ Ներկայիս այդ ուղղություն ունի Հայաստանի վարչակարգը, ոչ։ Վարչապետը գերտաբոլից և գցե ես սպիրկահայերուն պատասխանատու չեմ։ Ինչ է, ասիկա շեղում է էյական քաղաքապարախոսությունեն, հայ ժողովուրդի մասին չէ իր մտածածը, այլ հատվածական, անոնք որ Հայաստանապնակ են, վերցնենք Հայաստանապնակները, Հայաստանապնակներուն 160% արմատները արեմտահայ են, լարեմտյան Հայաստան են, լագիլիգյա են, ինչ կնշանագե, կնշանագե, որ սպյուրքը Հայաստանի մասն է, սպյուրքը Հայաստանի մաս կկազմի, ինչու, որովհետև, ինչպես ասած եմ, սպյուրքը քոյացած է որպես հետևանք հայոց ցեղասպանության։ Հայոց ցեղասպանությունն առաջ բոլոր հայությունը գաբրեր արևելյան Հայաստանի մեջ, արևմտյան Հայաստանի մեջ կամ գլուխյու մեջ։ Ցեղասպանության որպես արդյունք ընտանիքները բաժնվեցան, որբացան, որբերը մեկ մասը ապաստանեցավ արևելյան Հայաստան, մեկ մասն ալ դարդղնեցավ աշխարհում մեկ։ Օսմանյան գայսրության սահմանագիծ շրջակա երկիրները միջին արևելքի մեջ Սյուրիա, Լիբանան, Եգիպտոս, Հորդանան, Հունաստան, ապա Ֆրանսա, ավելի դարդղնեցան ամերիկաները և երկրորդ դարդղնում եղան միջին արևելքեն թեպի հարավային Ամերիկա և Ավստրալիա։ Ինչ էր ասոր պատճառը, հայոց ցեղասպանությունը, ինչ էր նպատակը Հայոց Հանրապետության,
կսե համասկային նպատակներ։ Ինչ են համասկային նպատակները։ Բոլոր ազգի նպատակը ինչ է։ Համախմբվել Հայաստանի մեջ։ Ադե ամբողջայության նպատակը։ Ներկա Հայաստանի վարչակարգի նպատակը ադե ոչ։ Մոլորված են։ Փողոցին եկած անցիկ են, որ չեն խորացած հայոց պատմության մեջ։ Ասկային քաղաքապարախոսություն չունին, հերանեկար չունին, բադեհաբաշտ են մեծ մասամբ։ Երիտասարդները, որ փորձառություն չունին, անոնք, որ փորձառություն ունին, անոնք դուրս մղեցին պաշտոնները։ Եվ բարեկամություն գնեն Թուրքիո եւ Ադրբեջանի հետ։ Թուրքին եւ ադրբեջանցին նպատակը ինչ է։ Ոչնչացնել հայը, որբեսի դիրանա ատ հողատարածքին։ Ատ եղած է թարերով եւ գշարնակվի ինչ հակուստալակվին։ Ֆեստն են, ամերիկյան գլխարկն են, կամ որևէ։ Հակուսնին փոխեն, շարվանեն հակվին դապատ, նույնն է։ Կմջիծաղով, գեղձիկով, արհեստական վարվելով, հային կուզեն ոչնչացնել կամ վդարել իր հողատարածքեն։ Ինչրին Արցախին։ Այդպիսի քաղաքական թրության մեջ ստեղծեցին, որ Հայաստանի վարչակարգը դիրություն չունի արցախահայության։ Եվ բնակչությունը, որպես իրեն կյանքերին ազատեն, աբաստանեցան Հայաստանի մեջ, որուն Հայաստանի վարչակարգը պետք եղած հոգադարությունը չրավ եւ չներ։ 30,000 արցախցիները արդեն արտագաղթած են։ Եվ ներկա վարչակարգը գծե, որ Արցախի հայությունը իրենց հողատարածքը վերադարձնելու հարցը կարևոր չէ ներկայիս։ Խոչընդոտ հարաճացնե խաղաղության։ Խաղաղություն։ Որ երկրի միջև, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ կսեր, որ Ադրբեջանը Արցախի մեջ ցեղասպանություն կգործադրե։ Եվ ադոր հետը կփանակցի, որբեսի խաղաղության պայմանագիր կնքե։ Խաղաղության պայմանագիր կնքե աթրության մեջ, որ Արցախի մեծամեծները, պետական պաշտոնյաները ներկայիս Բաքուի մեջ փանդարգված են եւ գտածվին որպես հանցագործ ոչրակորձներ։ Իսկ Արցախի մեջ հուշա խաչքարերը կքանթվին ազերի զինվորներու կողմեն, իսկ քյուղերը կփլվին, գավերվին, որբեսի ադրբեջանցիները հոնդեղ հաստատվին։ Ինչ կնշանակե։ Ադրբեջանցին կքանթե հայ մշակույթի հետքերը, որբեսի թե հոն հայեր չեն ապրած, ինչպես որ ըրավ չուղայի հազարավոր խաչքարները, զինվորները մեծ մուրջերով գոդրդեցին 12-րդ, մինչև 14-րդ թարերու խաչքարերը
եւ թափեցին արաքս քեդի մեջ։ Հիմա այդպիսի մարդոց հետ ինչպես խաղաղության պայմանագիր կգնքես, երբ որ քու հողադարածքդ գրաված են, եւ ներկայից Հայաստանի սահմանագից բարձունքները ադրբեջանցի զինվորները բռնակրաված կբահեն, հայ մեծամեծները, պետական պաշտոնյաները Արցախի Բաքուի մեջ փանդարգված են, ինչպես կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Անդրամապանական է, անհերադեսային է, եւ գուզե ըստ Ալիևի եւ Էրդողանի Հայաստանի սահմանադրության մեջ են վերացնել այդ մասը, որ Արցախի Հայաստանի միացման կվերապերի եւ Հայաստանի հողային բանջարդիրություններով։ Այս է հայերուն երազը, այս է հայերուն միջազգային իրավունքը, հայերուն միջազգայինորեն դրված է 1920-ին League of Nations-ի հայտարարությամբ 162,000 քառակուսի կիլոմետր եւ Սական Փաշինյանը իր ցերկը ներկայիս գբահե մարագերդը ան Հայաստանի հողադարածքին, որ 28743 քառակուսի կիլոմետր է։ Եվ գցե ասե Հայաստանի հողադարածքը ասկե ավելի չունինք եւ չենք բանջեր որևէ ուրիշ հող։ Այսինքն գհրաժարի հայոց ցեղասպանության բանջարդիրությունն գհրաժարի Արցախեն, գհրաժարի ան հողադարածքեն, որ 162,000 քառակուսի կիլոմետր է, հասե Հայաստանի Հանրապետությունը մեր նախնիկները հանրապետությունը ստեղծեցին, որ խամախմբեն բոլոր հայերը։ Իսկ ներկա վարչագարկը գցե ես չեմ ճաշնար սպյուրքը հայը եւ անոնց բադացխանադու չեմ։ Ուրեմն ինչ պիտի է սպյուրքը։ 7 միլիոնի ավելի սպյուրքը հայ գա, որոնց հայրենիքը Հայաստան է, ամեն մի քիչ հող Հայաստանին կպատկանի նաև սպյուրքային։ Այդ սպյուրքահայը բանջարդեր պիտի լա ներկա վարչագարկին, ասելով, որ որևէ հողային բանջ, որ հայություն ունի, Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնե Թուրքին եւ ադրբեջանցիին միջազգային դատարանով։ Եթե այդ բանջը Հայաստանի վարչագարկը չի ներկայացներ, ասել է, որ ներկա վարչագարկը ամբողջ հայությունը չի ներկայացներ։ Եվ իրավասու չէ բոլոր հայերու ջագադակիրը ինքը որոշել։ Ներկայիս գահալաձե հայ առաքելական եկեղեցին եւ ամենան հայոց կաթողիկոսությունը, որպես իրեն խամաջիկ եկեղեցականներ դեղատրե Էջմիածնի մեջ։ Էջմիածինը սրբավայր է, համայն հայության հոգևոր գետրոնը, եւ ներկա վարչապետը իրավասություն չունի որևէ կերպով Էջմիածնի հայ առաքելական եկեղեցու եւ ամենայն հայոց
կաթողիկոսության իրավասության վրա որևէ որոշում առնելու եւ հալածելու հետապնդելու այդ իրավունքը ինքը չունի։ Ուրեմն սփյուռքայի ինչ պիտի բիդի պաշտպանե ամենանայոց կաթողիկոսը, բիդի պաշտպանե հայ առաքելական եկեղեցին եւ այս վարչապետին պետք եղած բադվերները ներկայացնե որպես համայն հայության ներկայացուցիչ։ Եթե սփյուռքը այս դերությունը չներ, Հայաստան գենթարգվի ասկականթումի եւ եկեղեցական քայքայումի։ Հայ ժողովուրդը պետք է հայրենադիրություն է անտիներտա եւ եկեղեցաբաշխանտար։ Այս խոսքերով գավարտեմ եւ գանտիբին հաջորդ անգամ։